Ողջույն հարգելի հայրենակիցներ, այսօր կխոսեմ Երևանում գործող բանդայի մասին։ Այդ բանդայի գործունեությունը առնչվում է Երևանի քաղաքապետարանի հետ։ Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ Երևանի ավագանուն Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան այրվել էր, այն այրել էին եւ ահագին վնաս էին պատճառել, նաեւ քանի որ տանկողն էր եղել այդ պայթյունից երեխաներն էին վախեցել Գևորգ Ստեփանյանի եւ բավական լուրջ խնդիրներ էր առաջացել։ Մեր առաջին վարկածն այն է, որ դա քաղաքական պատվեր է, որովհետեւ Գևորգ Ստեփանյանը անձնական դաշտում որևէ խնդիր չունի որևէ մեկի հետ եւ այն ինչ որ տեղի էր ունեցել ակնհայտորեն իր հանրային քաղաքական գործունեության հետ էր կապված։ Իհարկե մենք այդ կանխավարկածը ունեինք, բայց սպասում էինք քննությանը, այդ քննությունը ամիսներ է տևում, դեռ որևէ բան հայտնի չէ, բացահայտված չէ։ Մենք հետևողական ենք լինելու բնականաբար այս հարցում եւ մնալու ենք այն կարծիքին եւ մնում ենք այն կարծիքին, որ սա քաղաքական պատվեր էր եւ քաղաքական գործողություն ընդդեմ Մայր Հայաստանի եւ ընդդեմ կոնկրետ Գևորգ Ստեփանյանի։ Եվ ահա օրերս տեղի ունեցավ մի դեպք, որը եկավ հաստատելու մեր այն վարկածը, որ կան պատվիրովի գործեր, որոնք առնչվում են Երևանի քաղաքապետարանի հետ եւ որոնք տեղի են ունենում այն մարդկանց դեմ, ովքեր այս կամ այն կերպ քննադատում են գործող իշխանությանը, օրվա իշխանությանը ՔՊ-ի ներկայացուցչին եւ այդ դեպքը կապված էր նախկին լրագրող եւ Երևանի քաղաքապետի նախկին մամլոյ խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ։ Կարապետյանը քննադատել էր հասարակական կարգի պահպանման ներկայացուցչին, կարծեմ ղեկավարին, այն հարցով կապված, որ քաղաքացիներին տուգանել էին տրանսպորտի մեջ, ընդ որում տուգանել էին անհիմն։ Պարզվում է դրանից հետո այդ չինովնիկը իրեն շատ լկտի ձևով է պահել եւ ասել է, որ ինքը գլուխը ջարդելու է Հակոբ Կարապետյանին։ Պարզվում է, որ դրանից հետո դա տեղի է ունեցել, դիմակավորված անձը կամ անձիկ հարձակվել եւ ծեծել են Հակոբ Կարապետյանին։ Սա նույնպես առնչվում է փաստորեն Երևանի քաղաքապետարանի հետ, այսինքն երբ որ մարդիկ քննադատում են Երևանի քաղաքապետարանի գործունեությունը եւ կոնկրետ քաղաքապետի աշխատանքը, մի դեպքում մեքենան են այրում, մյուս դեպքում դիմակավորված հարձակվում են եւ ծեծում են։ Սա ակնհայտորեն հանցավոր գործունեություն է, սա հանցավոր բանդա է, որը գործում է Երևանի այսօրվա իշխանության եւ ընդհանրապես ՔՊ-ի եւ վարչապետի աթոռը զբաղեցնող թիմի օգտին եւ փորձում մարդկանց ահաբեկելով, վնասելով, վախեցնելով ինչ-որ գործունեություն իրականացնել։ Դա իհարկե իր արդյունքները չի տալու այն առումով, որ կոնկրետ մեր մասով ես կարող եմ ասել, որ Մայր Հայաստանը շարունակելու է իր գործունեությունը եւ շարունակելու է բացահայտումները սրանց կոռուպցիայի, թալանի եւ այլնի հետ կապված, բայց մեր քաղաքացիները պետք է իմանան, որ այդ բանդան կա, 90-ականներին էլ այդպիսի բաներ կային, թվում էր թե մոռացել ենք դա, բայց հիմա սրանք վերականգնել են վատագույն ավանդույթները եւ բանդիտական արարքներ են գործում։ Մենք հիմա նորից պահանջում ենք իրավապահ մարմիններից բացահայտել եւ մեքենայի պայթեցման գործը եւ Հակոբ Կարապետյանի հետ կապված պատմությունը։ Իհարկե իլյուզիաներ չունենք այս մասով, բայց ամեն դեպքում այս ամեն ինչը մենք հանրայնորեն անընդհատ հնչեցնելու ենք եւ հանրայնորեն տեղեկացնելու ենք այս դեպքերի ընթացքի մասին, իսկ բանդիտները պետք է իմանան, որ վերջ առաջ իրենց գործունեությունը համապատասխան գնահատականի է արժանանալու, առավել եւս այդ բանդիտների տերերն էլ պետք է իմանան, որ իրենք եւ իրավական եւ քաղաքական գնահատականի արժանանալու են իրենց ժամանակին։ Առայժմ այսքանը։